Բարի օր ձեզ սիրելի ժողովուրդ։ Նոր Բաղրամյան Պրոշյան խաչմերուկի վրա նախագահականի մոտ ակցիայի ժամանակ ակցիա տեղի ունենում ի պաշտպանություն Հայաստանում քաղ բանտարկյալների եւ Ադրբեջանում գտնվող մեր ռազմագերիների Ամերիկայի փոխնախագահի Հայաստան ժամանելու հետ կապված, որ իրազեկվի Ամերիկայի փոխնախագահան, թե ինչ է կատարվում, թե Բաքվի բանտերում, թե Հայաստանի բանտերում եւ Հայաստանում ակցիա տեղի ունենում ու ակցիայի ժամանակ բնականաբար ոստիկանության ահռելի մեծ քանակով ներկայություն այդ ժամանակ մի նիկոլական մեքենայով գալիս կանգնում է խաչմերուկի վրա եւ վստահաբար իշխանությանը մոտիկ կանգնած մարդ էր, նիկոլական լրբի վաստակ էր եւ հայոյանքներով, քֆուրներով ակցիա անող ժողովրդին է դիմում այնտեղ քաղ բանտարկյալների եւ Բաքվի բանտերում գտնվող մեր հայորդիների պլակատները կային, պլակատներին ուղղված հայոյանքներ ու այդ ամեն ինչը ոստիկանության աշկի առաջ 5-10 մետրի վրա ընդամենը։ Իհարկե այդ պահին մենք կարայինք մեքենայի միջից հանեինք ու վիզը ջարդեինք այդ նիկոլականի վաստակի, իհարկե չենք արել, քանի որ ակցիան ուրիշ նպատակով էինք հավաքված, ուրիշ նպատակներ ունեինք այդ պահին եւ բնականաբար մեզ կձերբակալեին եւ ներկայացնեին նիկոլական քարոզիչները, որ ակցիան պատրվակը օգտագործելով անկարգություններ են կանում, դրա համար չենք արել, բայց ինչ եմ ուզում այս վիդեոյի նպատակը որն է։ Նախ հույս ունեմ, որ այս վիդեոն այնքան կտարածվի եւ այդ լրբի վաստակին հասնի եւ ինքը կիմանա, որ իրան տված հայոյանքներին պատասխաններ ա եղել եւ կա պատասխան, այդ մարդիկ, դրապես մարդիկ, այս հողի վրա թաղվելու գերեզման ունենալու իրավունք անգամ չունեն։ Բայց նախ հույս ունեմ հիմնական թիրախներից մեկը դա է եւ երկրորդ ներկայացնեմ, թե Հայաստանում քաղ բանտարկյալները ոնց են լինում։ Այ այսպես, Հայաստանում կներեք քամակ բառի համար այսօր քաղ բանտարկյալ կա, բայց եւ հարյուրավոր տասնյակներով ընդդիմադիրների վրա խուլիգանական հոդվածներ են դրել Նիկոլին ճիշտ բնորոշումներ եւ ճիշտ բառեր ասելու համար, բայց այսօր նոր ոստիկանության աշկի առաջ, ոստիկանության ներկայությամբ նիկոլական շան ծնունդ, հայոյանքներ արեց, խուլիգանություն արեց, հասարակական կարգը խախտեց եւ մի ոստիկան տեղից շարժվեց։ Իհարկե մենք էդի որ ասում ենք շուխուր արեցինք, եկան հավաքվան, մեքենայի համարները ընդե ժողովուրդը տվեց ոստիկաններին, ներկաներից տվեց, բայց ես վստահ եմ, որ եւ պրոբկի մեջ էր դա, խցանման մեջ էր, իսկն այնպես չէր արեց քշես գնաց, խցանման մեջ էր։ Եվ եթե ուզեին ոստիկանները կբռնեին իրան, եթե ուզեինք մոտիկանային եւ իրան այդտեղից խուլիգանություն անելու համար բերման կենթարկեին եւ կտանեին համապատասխան վայրը, ոչ մի բան չարեցին, մի մետր չշարժվեցին։ Այդտեղ կանգնած քարերը ավելի շատ շարժվեցին, քան ոստիկանները։ Ու ամենամոտիկը իրանց գտնվում էին ոստիկանները, այդ մարդուն ամենամոտիկը ոստիկաններն էին գտնվում, նիկոլական ոստիկանները։ Ընդդիմադիրներին հանդեպ ամեն ինչ կարելի է, բայց երբ որ խոսք ես բարձրացնում քաղ բանտարկյալների համար, խոսք ես բարձրացնում Արցախը հանձնելու համար, խոսք ես բարձրացնում ազգային արժեքների համար, հայ առաքելական եկեղեցու համար, պաշտպանություն հայ առաքելական եկեղեցու, դու դառնում ես խուլիգան, դու բանտարկվում ես, դու դառնում ես քաղ բանտարկյալ եւ բանտերը արդեն 6 տարի է լցվում են, մտնում են ընդդիմադիրներով, որտեվ դեմ են Նիկոլին։ Իսկ երբ ոստիկանների աշկի առաջ հասարակության այն հատվածին, ովքեր որ ընդդիմադիր են, հայոյանքները հնչում, վիրավորանքներ հնչում, խուլիգանություն է կատարվում, մի ոստիկան տեղից չի շարժվում, ու այդտեղ կային տասնյակ ոստիկաններ, 1 ու 2-ը չէին։ Եվ հուսով եմ, որ այս վիդեոս այս քասնի այդ լրբի վաստակին ինքը կտենա, որ անպատասխան չի մնացել իր հայոյանքները։ Շնորհակալություն, հաղթանակը, հայ ժողովրդի հաղթանակը անխուսափելի է լինելու։